շատ բաներ դուք տեսնեք։ Պարոն Կարապետյան, իդեպ իշխանության ներկայացուցիչները տարածում էին ձեր եղբոր լուսանկարը հանգստից, ասում էին այսպես են, Ռուզանյան հարց եմ տալիս։ Իմ եղբայրը հիմա հանգստանում է, դա Ասում էին այսպես են իշխանափոխություն իրականացնելու Իմ մեկնել եղբայրը են հանգստի։ քաղաքական ոչ մի process-ի չի մասնակցել հենց առաջի օրից, ինքը կարող է հանգստանալ, կարող է անհանգստացնել, դրա համար ինքն է որոշում։ Ձեր իշխանափոխության այդ սցենարը, որը դեռ չեք ցանկանում, այսպես բարձրաձայնել, փակագծեր բացել, ռեալ է թե պարզապես քաղաքական հայտարարություններ եք անում։ Դե իհարկե ռեալ է։ Դրա համար կնայենք, կտեսնենք։ Պարոն Կարապետյան, իսկ ինչպես է կիսելու ընդդիմության առաջնորդի ես դերը։ Դուք եք լինելու առաջնորդը թե Քոչարյանը։ Քոչարյանը իր դաշինքով ընդդիմության առաջնորդ է, ես մեր դաշինքի ընդդիմության առաջնորդն եմ։ Դրա համար մենք կիսելու ոչ մի բան չունենք։ Այսինքն այդպես եք պատրաստվում գնալ։ Այսինքն երբ որոշենք մտնենք ազգային ժողով, դուք դրա մասին կիմանաք։ Եք ազգային ժողով որպես ընդդիմություն։ Դե ես ասեցի, հիմա որոշում չկա, կան հետագա քայլեր, մենք կգնահատենք, ամենակարևորը, որ ճանապարհը արագ հնարավորություն տվեց արագ հեռացնել Փաշինյանին, մենք այդ ճանապարհը ընտրելու ենք։ Չենք նայելու ոչ մեկի այսօրվա դաշտ գցած նարատիվները, խորհուրդները, դրան չենք նայելու։ Մենք ի վիճակի ենք մեր որոշումները կայացնենք։ Դրա համար խորհուրդ եմ տալիս մարդկանց, դրա վրա ժամանակ չկորցնել։ Մենք շփվելու ենք մեր ընտրողների հետ, մեր թիմի հետ եւ կայացնելու ենք միակ ճիշտ որոշումը։ Ձեր երկրորդին ասում է, որ դուք այստեղ այս երկրում երկար դեռ պլաններ ունեք, ինչ պլանների մասին է խոսքը։